Այսօր մենք կուսումնասիրենք ամենահնարամիտ հասանելի գյուտերից մեկը, որը լուսավորում էր միջնադարի մռայլ գիշերները։ Եղեգնալույսերը բաշխծթույցը լուսավորության միձ էին, որը թույլ էր տալիս Եվրոպայի աղքատ գյուղացիներին դիմակայել մթությանը առանց մեղրամոմե մոմերի վրա մեծ գումարներ ծախսելու։ Նախքան տեսանյութը շարունակելը, հիշեք բաժանորդագրվել ալիքին նմանատիպ այլ վավերագրական պատմությունների համար։ Երբ առը սուզվում էր հորիզոնից այն կողմ, մթությունը տարածվում էր միջնադարյան գյուղերում, աշխատանքը չէր դադարում։ Այդ ժամանակաշրջանի տղամարդիկ կանայք չունեին այն շքեղությունը, որ պարզապես սեղմեին անջատիչը վանեին ստվերները։ Արհեստական լույսը թանկարժեք բարիք էր, հաճախ անհասանելի ամենաաղքատների համար, գիշերը մշտական մարտահրավեր էր նրանց համար, ովքեր պետք է շարունակեին իրենց տնային գործերը մթնշաղից հետո։ Գյուղացիների համեստ ներում, որտեղ տրորված հողե հատագից խոնավություն էր փչում, իսկ քարե պատերը պահում էին ցուրտը, գոյություն ուներ մի հիմնարար կարիք, որը վեր էր հարմարավետությունից տեսնելու կարիքը։ Բուրդ մանելը, գործիքներ նորոգելը, սնունդ պատրաստելը, հիվանդներին խնամելը, երեխաներին ընտանեկան արհեստները սովորեցնելը, այս ամենը կախված էր լուսավորության ինչ-որ ձից, երբ բնական լույսը մարում էր։ Իսկ ձմռան երկար գիշերներին, երբ առն անհետանում էր կեսօրից հետո վերադառնում միայն շատ ժամեր անց, այդ կարիքն էլ ավելի հրատապ էր դառնում։ Միջնադարյան Եվրոպան, որը հաճախ պատկերվում է որպես խավարի դարաշրջան, ունի շատ ավելի բարդ հրապուրիչ պատմություն, քան հուշում են կարծրատիպերը։ Հերու լինելով կատարյալ մթության շրջան լինելուց թե ուղղակի, թե փոխաբերական իմաստով, միջնադարը հնարամտության հարմարվողականության ժամանակ էր, երբ մարդիկ ստեղծագործական լուծումներ էին գտնում առօրյա մարտահրավերների համար։ Այդ լուծումներից մեկը, որքան բարձ, նույնքան էլ հանջարեղ, եղեգնալույսն էր, որն անգլերենում հայտնի է որպես buffet. Լուսավորության այս պրիմիտիվ ծը, որը սկիզբ է առնում դեռս ավելի հին ժամանակներից, դարձավ ամենուրեք արկա ելույթ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի այլ տարածաշրջանների ամենահամեստ տնտեսություններում, առաջարկելով հասանելի այլընտրանք թանկարժեք մոմերին կամ նույնիսկ ոչ այնքան որակյալ ջարպամոմերին։ Եղեգնալույսերի կարողությունը հասկանալու համար նախ անհրաժեշտ է ընկղմվել միջնադարյան գյուղացիական ընտանիքների առօրյայի մեջ։ Այն ժամանակ կյանքը կառավարվում էր բնական ցիկլերով արածագով մայրամուտով, տարվա եղանակներով գյուղատնտեսության ռիթմերով։ Եվրոպայի բնակչության մոտ 85%-ը բաղկացած էր գյուղացիներից մարդկանցից, ովքեր մշակում էին իրենց ֆեոդալների հողերը պաշտպանության սեփական գոյատման համար փոքր հողակտորներ մշակելու իրավունքի դիմաց։ Նրանց տները համեստ էին, հաճախ բաղկացած ընդամենը մեկ սենյակից, որտեղ ամբողջ ընտանիքը քնում էր, ուտում կատարում իր ամենօրյա գործերը։ Ընտանի կենդանիները հավերը, խոզերը, նույնիսկ կովերը հաճախ կիսում էին այդ սահմանափակ տարածքը ապահովելով լրացուցիչ ջերմություն ցուրտ ամիսներին։ Բայց նա նպաստելով մի միջավայրի ստեղծմանը, որը ժամանակակից չափանիշներով կհամարվեր բացարձակապես հակասանիտարական։ Այս պարզ կացարաններում կենտրոնական օջախը կատարում էր բազմաթիվ ֆունկցիաներ։ Այն ջերմության աղբյուր էր, սնունդ պատրաստելու վայր, իհարկե, ապահովում էր որոշակի լուսավորություն։ Ծուխը, առանց դուրս գալու համար համապատասխան ձխնելույզի, բարձրանում կուտակվում էր ծղոտե տանիքի տակ սացնելով գերանները, ստեղծելով խիտ ու գծու մթնոլորտ։ Սակայն օջախի գրագը, որքան էլ կարող լիներ, բավարար չէր սենյակի ամենահեռու անկյունները պատշաճ լուսավորելու համար, հատկապես երբ նուրբ աշխատանքները, ինչպիսիք են կարը կամ սրումը, պահանջում էին ավելի մոտ ուղղորդված լույս։ Հենց այս համատեքստում էր, որ եղեգնալույսերը դառնում էին անփոխարինելի։ Այս համեստ լույսերի հումքը առատորեն աճում էր Եվրոպայի խոնավ շրջաններում։ Սովորական եղեգը, որը գիտականորեն հայտնի է որպես գեշտերֆ, ծաղկում էր գետերի լճերի ափերին, ճահիճներում ցանկացած թաց հողում, որտեղ ջուր էր կուտակվում։ Այս բազմամյա բույսը իր գլանած ջկուն ցողուններով, որոնք կարող էին հասնել 1 մետրից ավելի բարձրության, նույնքան սովորական էր բրիտանական գղզիներում, որքան դաշտերը ծածկող խոտը։ Միջնադարյան գյուղացիների համար եղեգը անվճար ռեսուրս էր, որը հասանելի էր բոլոր նրանց, ովքեր պատրաստ էին այն հավաքել գյուղերի մոտակա ջահջուտներից։ Եղեգի բերքահավաքը հետում էր որոշակի օրացույցի, որը սովորաբար տեղի էր ունենում ամռան վերջին կամ աշնան սկզբին։ Այդ ժամանակ բույսերը հասել էին իրենց առավելագույն աճին։ Նրանց ցողունները լցված էին սպունգանման սպիտակ նյութով, որը գոչվում էր միջուկ։ Հենց այս միջուկն էր կազմում եղեգնալույսի էական տարրը գործելով որպես բնական պատրույգ, որն ընդունակ էր կլանել փոխադրել հալված ջարպը, որը սնում էր բոցը։ Միջնադարյան գյուղացիները, իրենց շրջապատող բնական աշխարհի խորը գիտելիքներով, բնազդաբար գիտեին, թե երբ է եղեգը հասել բերքահավաքի համար իդեալական վիճակի ոչ շատ երիտասարդ, ոչ շատ հասուն, բավարար միջուկով լավ լույս տալու համար։ Եղեգ հավաքելու գործը առանձնապես դժվար չէր, բայց պահանջում էր ժամանակ, ֆիզիկական ջանք։ Մանգաղներով կամ պարզապես ձեռքերով տղամարդիկ, կանայք, երեխաները մտնում էին ջահջային տարածքներ կտրելու ընտրված ցողունները։ Դա մի աշխատանք էր, որը պետք է կատարվեր զգուշությամբ, քանի որ եղեգի տերները, թե սուր չէին սայրի պես, ունեին գոպիտ հյուսվածք, որը կարող էր գրգռել զգայուն մաշկը։
Հավաքողները եղեգի խրձերը տանում էին իրենց տները, որտեղ վերամշակման գործընթացը շարունակվում էր։ Եղեգը լույսի վերածելու նախապատրաստումը ներառում էր մի քանի փուլեր, որոնք պահանջում էին պրակտիկայի միջոցով ձեռք բերված հմտություն։ Առաջին փուլը բաղկացած էր ցողունների մասնագի գեղազրկումից հեռացնելով արտաքին կանաչ կեղը ներքին սպիտակ միջուկը բացահայտելու համար։ Անհրաժեշտ էր հեռացնել բավարար քանակությամբ նյութ, որպեսզի միջուկը կարողանար կլանել ջարպը, բայց մինույն ժամանակ էական էր թողնել կեղի մի երկայնագի շերտ անձեռնմխելի որպես կառուցվածքային հենարան։ Գոյություն ունեին տարբեր մոտեցումներ պատրաստման իդեալական մեթոդի վերաբերյալ։ Որոշ ավանդույթներ նախատեսում էին, որ եղեգները պետք է ընկղմվեն ջրի մեջ նախքան գեղազրկվելը։ Մյուսները պնդում էին, որ ցողունները պետք է մշակվեն բերքահավաքից անմիջապես հետո։ Հավանական է, որ տեխնիկան տարբերվում էր տարածաշրջանից տարածաշրջան փոխանցվելով սերնդեսերունդ։ Գեղազրկումից հետո եղեգները պետք է չորացվեին։ Այս փուլը վճռորոշ էր, քանի որ մնացորդային խոնավությունը կխանգարեր ջարպի կլանմանը հետագա այրմանը։ Պատրաստված ցողունները փռվում էին լավ օդափոխվող վայրերում, գուցե կախվում էին տների քիվերի տակ կամ փռվում էին մաքուր մագերեսների վրա տնտեսական շենքերում կամ ամբարներում։ Չորացման ժամանակը տատանվում էր կախված կլիմայական պայմաններից տելով մի քանի օրից մինչ մեկ շաբաթ կամ ավելի։ Համբերությունը անհրաժեշտ առաքինություն էր այս գործընթացում, քանի որ ոչ բավարար չորացած եղեգները գտային ցածր որակի լույսեր, որոնք կջարջատեին, կծխային ժամանակից շուտ կմարեին։ Ֆունկցիոնալ եղեգնալույս ստեղծելու համար անհրաժեշտ վերջին բաղադրիչը կենդանական ջարպն էր մի առատ կողմնակի արտադրանք ցանկացած համայնքում, որը զբաղվում էր անասնապահությամբ։ Տավարի կամ ոչխարի ջարպը ամենահաճախ օգտագործվող նյութն էր, թե ցանկացած տեսակի կենդանական ջարպ կարող էր ծառայել այդ նպատակին։ Խոզի ջարպը, ոչխարի դմակը, նույնիսկ սննդի համար որսացած վայրի կենդանիների ջարպը ամեն ինչ կարող էր օգտագործվել պատրաստի եղեգները թրջելու համար։ Այս բազմակողմանությունը զգալի առավելություն էր, քանի որ նշանակում էր, որ գյուղացիական ընտանիքները կարող էին օգտագործել մնացորդները, որոնք այլապես կթափվեին։ Ջարպի հալեցման կամ այն հյուսվածքներից ու գեղտերից մաքրելու գործընթացը սովորական տնային գործ էր միջնադարում։ Հում ջարպի գտորները կտրատվում էին փոքր մասերի դանդաղ տաքացվում մեծ կաթսաներում։ Երբ ջերմաստիճանը բարձրանում էր, ջարպը հալվում էր անջատվելով շարակցական հյուսվածքներից թաղանթներից, որոնք նախկինում այն պահում էին կենդանու մարմնի վրա։ Այս գործընթացը առաջացնում էր բնորոշ, ուժեղ թափանցող հոտ, որը տարածվում էր ամբողջ տանը նրա շրջակայքում։ Միջնադարյան գյուղացիների համար, ովքեր սովոր էին բազմաթիվ հոտերի, որոնք ժամանակակից քթերը կհամարեին անտանելի, հալվող ջարպի այս հոտը պարզապես տնային առօրյայի մի մասն էր։ Երբ ջարպը ամբողջությամբ հալվում էր, տաք հեղուկը քամվում էր կտորների միջով գեղտերը հեռացնելու համար։ Արդյունքը մաքրված ջարպն էր մի նյութ, որը պնդանում էր սառչելիս ստանալով սերուցքային սպիտակ գույն։ Այս ջարպը կարող էր պահվել հետագայում մոմերի, օջարի կամ եղեգնալույսերի համար օգտագործելու նպատակով։ Ոչխարի ջարպը հատկապես բարձր էր գնահատվում, քանի որ այն չորանում էր ավելի պինդ կոնսիստենցիայով։ Պատրաստման վերջնական փուլը բաղկացած էր չորացած եղեգները հալված ջարպի մեջ ընկղմելուց։ Ջարպը պետք է լիներ բավականաչափ տաք հեղուկ մնալու համար, բայց ոչ այնքան տաք, որ վնասեր միջուկը։ Եղեգները ընկղմվում էին մեկ առ մեկ մնալով ջարպի մեջ այնքան ժամանակ, մինչ դրանց մանրաթելերը ամբողջությամբ հագենային։ Դուրս բերվելիս դրանք ունենում էին փայլուն գիսաթափանցիկ տեսք։ Ի տարբերություն սովորական մոմերի, որոնք ձևավորվում էին բազմաթիվ հաջորդական ընկղմումների միջոցով պատրույգի շուրջ մոմի կամ ջարպի շերտեր ստեղծելու համար, եղեգնալույսերը պահանջում էին ընդամենը մեկ կամ մի քանի ընկղմում։ Հենց եղեգը իր ներծծող միջուկով միաժամանակ հանդիսանում էր վարելիքը, պատրույգը։ Նյութերի ջանքերի այս խնայողությունը լուսավորության այս ձի հիմնական առավելություններից մեկն էր։ Գյուղացիական ընտանիքը կարող էր արտադրել տասնյակ եղեգնալույսեր նույն քանակությամբ ջարպով, որն անհրաժեշտ էր ընդամենը մի քանի մոմ պատրաստելու համար, տնային լուսավորությունը դարձնելով իրատեսական հնարավորություն նույնիսկ ամենաաղքատների համար։ Պատրաստի եղեգնալույսերը համեմատաբար բարակ էին ջկուն ունենալով 25-ից 70 սանտիմետր երկարություն։ Այս ձը պահանջում էր այրման համար հատուկ հենարան, որը տարբերվում էր սովորական մոմակալներից։ Եղեգնալույսերի հենարանները սովորաբար պատրաստված էին կրած երկաթից բաղկացած կայուն հիմքի վրա տեղադրված ունելիից։ Այս հենարանները ներկայացնում էին եղեգնալույսերի օգտագործման հետ կապված սակավաթիվ դրամական ծախսերից մեկը։ Մեկ անգամ ձեռք բերելուց հետո լավ հենարանը կարող էր ծառայել սերունդների։ Ունելին պահում էր եղեգը 45 աստիճանի անկյան տակ թույլ տալով, որ հալված ջարպը հոսի սնելով բոցը։ Եղեգի տված լույսի որակը համեստ էր համեմատած մեղրամոմե լավագույն մոմերի հետ։ Եղեգնալույսերը ապահովում էին բավարար լուսավորություն հիմնական գործերի համար, բայց ոչ բավարար մանրակրկիտ աշխատանքների համար։ Կարդալը կամ գարելը մեկ եղեգնալույսի տակ հնարավոր էր, բայց հոգնեցնում էր աչքերը։
Լույսը թրթրում էր պարում շարժվող ստվերներ գցելով սենյակի պատերին։ Այրման դողությունը զգալիորեն տատանվում էր փոքր եղեգների համար 10-15 րոպեից մինչ գրեթե 1 ժամ ամենամեծերի համար։ Բնագետ Գիլբերտ Ուայթը արձանագրել է 72 սանտիմետրանոց մի եղեգնալույս, որն այրվել է 57 րոպե։ Այս փոփոխականությունը նշանակում էր, որ միջնադարյան ընտանիքները պետք է ունենային եղեգնալույսերի զգալի պաշարներ։ Աշխատանքային մեկ գիշերը կարող էր սպառել կես տասնյակ եղեգ, իսկ ցուրտ սեզոնի պաշարը պահանջում էր հարյուրավոր եղեգներ։ Միջնադարյան Եվրոպայի սոցիալական հիերարխիան արտահայտվում էր յուրաքանչյուր դասի համար հասանելի լուսավորության տարբեր ձևերով։ Մինչ գյուղացիները կախված էին եղեգնալույսերից, ավելի հարուստ դասերը հասանելիություն ունեին ավելի լավ տարբերակների։ Ջարպամոմերը առաջարկում էին ավելի գայուն լույս, թե առաջացնում էին ծուխ տհաճ հոտ։ Սոցիալական սանդղակի գագաթնագետին ազնվականությունը հոգորականությունը վայելում էին մեղրամոմե մոմերը, որոնք այրվում էին պայծառ ու մաքուր բոցով։ Այս մոմի չափազանց բարձր արժեքը սահմանափակում էր դրա օգտագործումը, բայց եկեղեցիները պնդում էին դրա բացառիկությունը խորանների լուսավորության համար։ Ջարպամոմերի ծուխը կսացներ որմնանկարները սուրբ պատկերները, մինչդեռ մեղրամոմի մաքրությունը խորհրդանշում էր քրիստոնեական հավատքի կողմից գնահատվող հոգոր արժեքները։ Վերադառնալով համեստ եղեգնալույսերին կարող է ընդունել, որ չնայած իրենց սահմանափակումներին, դրանք ժողովրդական հնարամտության ուշագրավ նվաճում էին։ Բոլորովին անվճար կամ նվազագույն ծախսեր պահանջող նյութերով միջնադարյան գյուղացիները կարողանում էին արտադրել իրենց կարիքների համար բավարար լուսավորություն։ Այս ինքնաբավությունը բնորոշ էր մի հասարակության, որտեղ փողը քիչ էր շրջանառվում ցածր դասերի մեջ։ Եղեգնալույսերի պատրաստումը ցույց է տալիս, թե ինչպես էր գործնական գիտելիքը փոխանցվում միջնադարյան համայնքներում։ Չկային գրավոր ձեռնարկներ կամ ուղեցույցներ սովորեցնելու համար անհրաժեշտ տեխնիկաները։ Երեխաները սովորում էին դիտելով իրենց ծնողներին ու տատիկ-պապիկներին, մասնակցելով գործերին, մինչ տիրապետում էին յուրաքանչյուր փուլին։ Այս լրելյային գիտելիքը նույնքան արժեքավոր էր, որքան ժամանակի վանքերում պահպանված ցանկացած գրավոր տեքստ։ Կանայք կենտրոնական դեր էին խաղում միջնադարյան տնային տնտեսության մեջ, եղեգնալույսերի արտադրությունը նրանց պարտականությունների թվում էր, իսկ գիտելիքը փոխանցվում էր կանացի գծով։ Ձմեռը ներկայացնում էր արհեստական լուսավորությունից ամենամեծ կախվածության շրջանը։ Կարճ օրերով անվերջ գիշերներով միջնադարյան ընտանիքները փորձում էին օգտագործել լույսի յուրաքանչյուր հասանելի շող։ Այլ գործեր լցնում էին ժամանակը։ Գործիքների նորոգում, սպասքի պատրաստում, մանելու համար մանրաթելերի նախապատրաստում։ Այս գործողություններից շատերը կարող էին կատարվել եղեգնալույսերի թրթրացող լույսի տակ։ Մինչ մեր օրերը հասած եղեգնալույսերի հենարանները մեզ հնարավորություն են տալիս հիանալի պատկերացում կազմել այս տեխնոլոգիայի մասին։ Գրած երկաթից պատրաստված լինելով դրանք տատանվում էին պարզ դիզայնից մինչ ավելի բարդ օրինակներ, որոնք համատեղում էին եղեգի հենարանը սովորական մոմի հիմքի հետ։ Եղեգնալույսերի օգտագործման աշխարհագրական բաշխվածությունը համապատասխանում էր բույսի հասանելիությանը։ Բրիտանական կղզիներում, որտեղ եղեգը ծաղկում էր խոնավ կլիմայի պատճառով, լուսավորության այս ծը հատկապես տարածված էր։ Գրառումները ցույց են տալիս, որ եղեգնալույսերը շարունակել են օգտագործվել գյուղական Անգլիայում մինչ 19-րդ դարի վերջը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ քարտային համակարգը ազդեց բրիտանական քաղաքացիական բնակչության վրա, եղեգնալույսերի նկատմամբ հետաքրքրության կարճատ վերածնունդ եղավ։ Այդ ժամանակի հրատարակությունները սովորեցնում էին պատրաստման տեխնիկաները վերականգնելով գիտելիքները, որոնք սկսել էին գործել։ Ուելսի որոշ գյուղական վայրերում եղեգնալույսերը շարունակեցին օգտագործվել մինչ 20-րդ դարի կեսերը։ Եղեգնալույսեր օգտագործելու փորձը հիմնովին տարբերվում էր ժամանակակից լուսավորությունից։ Բոցը համեստ էր անկայուն պահանջելով շարունակական ուշադրություն, քանի որ եղեգը պետք է վերադասավորվեր այրվելուն զուգընթաց։ Ստեղծված միջավայրը մտերիմ էր սահմանափակ տեսանելիության մի փոքրիկ շրջանակ շրջապատված ստվերներով։ Լույսի սահմանափակությամբ պարտադրված այս մտերմությունը անկասկած ձևավորում էր միջնադարյան սոցիալական ընտանեկան կյանքը։ Մարդիկ հավաքվում էին միմյանց ավելի մոտ կիսելով լուսավորության թանկարժեք ռեսուրսը։ Զրույցները, պատմությունները, երգերը, որոնք լցնում էին գիշերները, տեղի էին ունենում թրթրացող լույսի այս շրջանակում ստեղծելով ֆիզիկական հուզական մտերմություն, որը գորել է մեր առատ լուսավորության դարաշրջանում։ Եղեգնալույսերի բնորոշ հոտը, որը կենդանական ջարպի այրման արդյունք էր, տատանվում էր գրեթե անկատելից մինչ տհաճ կախված ջարպի որակից։ Միջնադարյան գյուղացիների համար, ովքեր սովոր էին ապրել կենդանիների ամեն տեսակ օրգանական հոտերի հետ, այս հոտը ընդունվում էր որպես տնային կյանքի բնական մաս։ Եղեգնալույսերի արտադրած մուրը նպաստում էր տների ներքին մակերեսների աստիճանական սացմանը։ Այս կուտակումը ներկայացնում էր հրթեհի լրացուցիչ վտանգ, հատկապես հաշվի առնելով, որ շատ միջնադարյան տներ ունեին հեշտությամբ բռնկվող ծղոտե տանիքներ։
Բաց բոցով լուսավորության հետ կապված հերթեհի վտանգները մշտական մտահոգություն էին միջնադարյան դարաշրջանում։ Ամբողջական գյուղեր կարող էին ոչնչանալ, երբ գրագը դուրս էր գալիս վերահսկողությունից։ Եղեգնալույսերը իրենց համեմատաբար փոքր բոցով կայուն հենարաններով հավանաբար ավելի անվտանգ էին, քան անպաշտպան մոմերը, բայց վտանգը երբեք ամբողջությամբ չէր վերանում։ Վառվող լույսով քնելը անզգուշություն էր, որը կարող էր աղետալի հետանքներ ունենալ։ Եղեգնալույսերի հենարանների տեխնոլոգիան զարգացավ դարերի ընթացքում, թե հիմնական սկզբունքները մնացին անփոփոխ։ Հնագույն օրինակները չափազանց պարզ էին բաղկացած միայն երկաթե ունելիից։ Աստիճանաբար ներմուծվեցին կատարելագործումներ։ Ավելի գայուն հիմքեր, թեքությունը կարգավորելու մեխանիզմներ, համակցություններ սովորական մոմակալների հետ։ Որոշ հենարաններ ներառում էին մի տարա այրվող եղեգից հոսող հալված ջարպը հավաքելու համար։ Այս վերականգնված ջարպը կարող էր նորից օգտագործվել ցույց տալով ռեսուրսների առավելագույն օգտագործման մտածելակերպը, որը բնորոշ էր միջնադարյան տնային տնտեսությանը։ Եղեգնալույսերի ավանդույթը հետքեր է թողել բրիտանական ժողովրդական մշակույթի մեջ, որոնք պահպանվում են մինչ օրս։ Դարձվածքները, ժողովրդական երգերը, գրական հաղումները պահպանում են լուսավորության այս ձի հիշողությունը։ Եղեգ հավաքելու բուն գործողությունը սկսեց ասոցացվել ձմռան նախապատրաստության հետ որպես գյուղական համայնքներում ժամանակի ընթացքը նշող գործողությունների տարեկան ցիկլի մի մաս։ Եղեգնալույսի պարզությունը, դրա կախվածությունը բնական նյութերից, դրա տնային արտադրությունը ներկայացնում են արժեքներ, որոնք արձագանքում են կայունության վերաբերյալ ժամանակակից մտահոգություններին։ Եղեգները աճում էին բնականորեն, ջարպը սննդի գողմնագի արտադրանք էր, իսկ վերջնական արդյունքը վերադառնում էր հողին որպես կենսաքայքայվող մոխիր։ Բնականաբար չկա իրական ռոմանտիկա այն աղքատության մեջ, որը եղեգնալույսերը դարձնում էր անհրաժեշտություն, այլ ոչ թե ընտրություն։ Միջնադարյան գյուղացիները չէին օգտագործում լուսավորության այս ծը բնապահպանական գիտակցությունից կամ էսթետիկ նախապատվությունից դրդված, այլ որովհետև չունեին հասանելի այլընտրանքներ։ Մանրակրկիտ գործերի համար ոչ բավարար լույսը, նոր եղեգներ պատրաստելու մշտական գարիքը, հոտը ծուխը այս ամենը սահմանափակումներ էին, որոնք ընդունվում էին ավելի լավ տարբերակի բացակայության պատճառով։ Տեխնոլոգիական առաջընթացը, որը վերջիվերջո լուսավորությունը դարձրեց առատեժան, իրական օրհնություն էր, որը անչափ բարելավեց մարդկային կյանքի որակը։ Այնուամենայնիվ, եղեգնալույսերի ուսումնասիրությունը մեզ թույլ է տալիս շոշափելի կապ հաստատել մեր միջնադարյան նախնիների առօրյա կյանքի հետ։ Պատմության գրքերում գերիշխող թագավորներից ու ճակատամարտերից բացի, գոյություն ուներ հասարակ ժողովուրդը ապրելով պարզ կյանքով դիմակայելով ամենօրյա մարտահրավերներին։ Եղեգնալույսը մարդկային հնարամտության մի փոքրիկ հաղթանակ էր մթության նկատմամբ։ Ժամանակակից փորձարարները, ովքեր փորձել են վերարտադրել եղեգնալույսերի պատրաստումը, հաճախ հայտնում են իրենց զարմանքը գործընթացի դժվարության վերաբերյալ։ Համապատասխան եղեգների ընտրությունը, նուրբ գեղազրկումը, որը պահպանում է անհրաժեշտ հենագետային շերտը, չորացման պատշաճ ժամանակը, ջարպի ճիշտ ջերմաստիճանը յուրաքանչյուր փուլ ունի փոփոխականներ, որոնք ազդում են արդյունքի վրա։ Միջնադարյան գյուղացիները տիրապետում էին այս տեխնիկաներին փորձի միջոցով մի գիտելիք, որը դժվար է փոխանցել գրավոր հրահանգներով։ Պատմական վերակառուցման փորձերը նա բացահայտում են եղեգնալույսերի ներքին փոփոխականությունը։ Տարբեր եղեգներ, որոնք պատրաստվել են տարբեր ձևով, տալիս են զգալիորեն տարբեր բնութագրերով լույսեր։ Այն դիտարկումը, որ եղեգնալույսը աղքատ մարդու մոմն էր, պատմական մեկնաբանների կողմից օգտագործվող մի արտահայտություն, կատարելապես արտացոլում է դրա սոցիալական դերը։ Դա լավագույն հասանելի տարբերակը չէր, նույնիսկ առանձնապես լավ տարբերակ չէր ժամանակի չափանիշներով, բայց դա հասանելի տարբերակ էր, դա էր ամբողջ էությունը։ Այլընտրանքը կլիներ կատարյալ մթությունը մայրամուտից հետո մի վիճակ, որը խստորեն կսահմանափակեր աշխատանքի, ուսման շփման հնարավորությունները ձմռան երկար գիշերների ընթացքում։ Լուսավորության ոլորտում առաջընթացը, որը եղեգնալույսերը դարձրեց հնացած, եկավ աստիճանաբար։ Ջարպամոմերի արտադրության տեխնիկայի բարելավումը դրանք դարձրեց ավելի հասանելի։ 19-րդ դարում կենդանական ջարպից ստեարինաթթու ստանալու եղանակի հայտնագործումը թույլ տվեց արտադրել ավելի որակյալ մոմեր։ Կերոսինը, գազային լուսավորությունը, վերջապես, էլեկտրականությունը ավարտեցին այդ վերափոխումը։ Յուրաքանչյուր նորամուծություն աստիճանաբար դուրս մղեց լուսավորության ավելի հին ձերը։ Եղեգնալույսը թերս արհեստական լուսավորության բոլոր ձերից ամենապրիմիտիվը բացի պարզ կրակից, առաջիններից մեկն էր, որ դուրս եկավ սովորական օգտագործումից։ Այսօր եղեգնալույսը գոյատում է հիմնականում որպես պատմական հետաքրքրություն տեխնոլոգիայի պատմաբանների, կենդանի պատմության սիրահարների ուսումնասիրության առարկա։ Թանգարանները ցուցադրում են հնամենի երկաթե հենարանները, երբեմն կազմակերպվող ցուցադրությունները վերակառուցում են պատրաստման գործընթացը։ Այս գրանցումը պահպանում է մի գիտելիք, որը այլապես կգորջեր սերունդների հերթափոխով։ Եղեգնալույսի պատմությունը մեզ նա հիշեցնում է լուսավորության նկատմամբ մարդկային գարիքի համընդհանուր լինելու մասին։
Բոլոր մշակույթներում դարաշրջաններում մարդիկ փնտրել են ուղիներ երկարացնելու իրենց գործունեությունը արի լույսի ժամերից դուրս։ Նյութերը մեթոդները տատանվում էին կախված հասանելի ռեսուրսներից արկտիկական ժողովուրդների փոքի ջարպից մինչ միջերկրածովյան քաղաքակրթությունների բուսական յուղերը, բայց նպատակը միշտ նույնն էր հաղթել մթությանը, ընդլայնել մարդկային հնարավորությունները։ Միջնադարյան Եվրոպայի հատուկ համատեքստում եղեգնալույսը ներկայացնում էր էլեգանտ լուծում համընդհանուր խնդրի համար, հարմարեցված տարածաշրջանի էկոլոգիական տնտեսական պայմաններին։ Բրիտանական ջահիջների առատ եղեգները, անասնապահների հասարակության մեջ կենդանական ջարպի հասանելիությունը, տեխնիկական պարզությունը, որը թույլ էր տալիս տնային արտադրություն, այս բոլոր գործոնները համակցվում էին ստեղծելով միջնադարյան գյուղացիների կարիքներին համապատասխանեցված լուսավորությանց։ Այս համեստ տեխնոլոգիայի շուրջ խորհրդածությունը մեզ հրավիրում է մտորելու արհեստական լուսավորության հետ մեր հարաբերությունների մասին։ Մենք ապրում ենք առատ լույսի դարաշրջանում, որտեղ մթությունը դարձել է ընտրություն։ Մենք կարող ենք լուսավորել մեր տները, փողոցները, ամբողջական քաղաքները մի պարզ հպումով։ Այս առատությունը այնքան կատարյալ է, որ մենք հաճախ մոռանում ենք, որ միշտ չէ այդպես եղել, որ մթությունը իրական մարտահրավեր էր, որին մեր նախնիները դիմակայում էին ամեն գիշեր։ Միջնադարյան եղեգնալույսերը, իրենց ամբողջ համեստությամբ սահմանափակումներով, կարևոր գլուխ են ներկայացնում մթության դեմ պայքարի այս երկար մարդկային պատմության մեջ։ Դրանք մեզ հիշեցնում են անցյալի ժողովուրդների հնարամտության մասին, հասանելի ռեսուրսներով ստեղծագործական լուծումներ գտնելու նրանց կարողության մասին, նույնիսկ ամենադժվար պայմաններում ապրելը, աշխատելը, բարգավաճելը շարունակելու նրանց վճռականության մասին։ Նորարարության հարմարվողականության այս ժառանգությունը շարունակում է ապրել մեր սեփական դարաշրջանում, արտահայտվելով ժամանակակից տեխնոլոգիաների մեջ, որոնք հրաշք կթվային այն գյուղացիներին, ովքեր օջախի լույսի տակ պատրաստում էին իրենց եղեգները։ Այսպիսով, մենք հասանք մեր ճանապարհորդության ավարտին միջնադարյան գիշերներով, որոնք լուսավորված էին ջարպով ներծված եղեգների թրթրացող լույսով։ Հուսով ենք, որ այս հետազոտությունը լուսավորել է ոչ միայն մոռացված մի տեխնոլոգիա, այլ նրանց առօրյա կյանքը, ովքեր օգտագործում էին այն, նրանց պայքարը, հնարամտությունը, փոքրիկ հաղթանակները մթության նկատմամբ։ Եղեգնալույսերի պատմությունը պատմություն է մարդկային համառության մասին, սահմանափակումները որպես վերջնական չընդունելու մասին, մեր գոյության պայմանները բարելավելու ուղիների մշտական փնտրտուքի մասին։ Եթե դուք հասել եք մինչ այստեղ, նշանակում է գիսում եք մեզ հետ հետաքրքրությունը կենդանի պատմության նկատմամբ, առօրյա մանրուքների նկատմամբ, որոնք հազվադեպ են հայտնվում մեծ պատմական պատումներում, բայց որոնք կազմում են դարերի ընթացքում մարդկային փորձառության իրական հյուսվածքը։ Այս ալիքում յուրաքանչյուր բաժանորդագրություն ներկայացնում է վստահության քվե մեր աշխատանքին լուսավորելու անցյալի մոռացված անկյունները։ Ճիշտ այնպես, ինչպես միջնադարյան գյուղացիներն էին պատրաստում իրենց եղեգի պաշարները ձմռան երկար գիշերներին դիմակայելու համար, մենք միասին կառուցում ենք պատմությամբ հետաքրքրվածների սիրահարների մի համայնք։ Թողեք ձեր մեկնաբանությունը կիսվելով այն ամենով, ինչը ձեզ ամենաշատը հետաքրքրեց այս պատմության մեջ, կամ գուցե մի լրացուցիչ հետաքրքիր փաստ միջնադարյան կյանքի մասին, որը կցանկանայիք տեսնել ապագա վավերագրական ֆիլմերում։ Հավանեք այս տեսանյութը, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան բացահայտել այս մոռացված պատմությունները։ Չմոռանաք բաժանորդագրվել մեզ հետ ժամանակի միջով այս շարունակական ճանապարհորդությունը շարունակելու համար։ Գիտելիքի բոցը, ի տարբերություն համեստ եղեգնալույսերի, չի մարում, քանի դեռ կան մարդիկ, ովքեր այն սնում են անցյալի հանդեպ հետաքրքրասիրությամբ կրքով։